Ապրիլի 1-ին ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Վաճառաբանեց, որ անցած գիշեր Գյումրիում տեղի ունեցածը ոչ հարիր է համարում պատգամավորին։ Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած ինքն առաջադրվում եմ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք։ Ազգային ժողովի 8-րդ գումարումից ի վեր 24 պատգամավորի լիազորություն է դադարել, 13-ը քաղաքացիական պայմանագրից, 10-ը Հայաստան խմբակցությունից և 1-ը Պատիվ ունեմ խմբակցությունից։ Այդ պատգամավորներից 3-ը մահացել են՝ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Վիգեն Խաչատրյանը, Մաթևոս Ասատրյանը և Հայաստան խմբակցությունից ողբերգական ավտովթարից Մհեր Սահակյանը։ Մանդատը վայր դնելու դիմում ներկայացնելուց հետո Նազալի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։ 3 պատգամավոր նշանակվել են մարզպետների պաշտոններում՝ Դավիթ Առուշանյանը Շիրակի, Սեդրակ Թևոնյանը Արարատի և Սերգեյ Մովսիսյանը Արագածոտնի։ Վերջին 4-ն էլ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից էին։ Նույն խմբակցությունից Գուլգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Նա մինչ այդ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ էր։ Իսկ Գևորգ Պապոյանը մանդատը վայր դնելու դիմումից հետո էկոնոմիկայի նախարար դարձավ։ Մինչ այդ նա ղեկավարում էր ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ևս եղել է ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր։ Նույն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից մանդատը վայր է դրել նաև Անուշ Բեղլոյանը։ Դրանից մոտ մի ամիս առաջ նա ընտրվել էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։ 2022-ի հուլիսին մանդատը վայր դրեց Արտուր Դավթյանը։ Ավելի ուշ նա նշանակվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ։ 2024-ին ազգային ժողովում տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց Նարեկ Զեյնալյանը։ Ըստ մամուլի, նա կապ ունի քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի և ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի վիճաբանության հետ։ Այդ առիթով ազգային ժողովում կարգապահական վարույթ էին հարուցել։ Վերջերս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ճեպազրույցում նշեց, որ Զեյնալյանի թեկնածությունը քննարկվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում։ 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստան խմբակցության վերածնվող Հայաստան կուսակցության 4 պատգամավորներից 3-ը մանդատը վայր դրեցին։ Կուսակցությունը որոշել էր դադարեցնել գործունեությունը ազգային ժողովում։ Պատգամավորներից մնաց միայն Զենֆիռա Միրզոևան։ Վերածնվող Հայաստան կուսակցության անդամ Զենֆիռա Միրզոևան, որը Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտահերթ ընտրությունների Հայաստան դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով։ Կշարունակի պատգամավորական գործունեությունը սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես առեցնելով կուսակցությանն իր անդամակցությունը։ Կուսակցությունը նաև հայտարարեց, որ Հայաստան դաշինքի ցուցակում ընդգրկված ներկայացուցիչները մանդատը վերցնելու պարագայում պետք է դուրս գան կուսակցությունից։ Այժմ ազգային ժողովի կայքում Զենֆիռա Միրզոևան նշված է որպես անկուսակցական։ Իսկ վերածնվող Հայաստան կուսակցությունից օրենսդիրի կայքում նշված է Աննա Գրիգորյանը։ Հայաստան խմբակցությունից մանդատը վայր է դրել նաև Անդրանիկ Թևանյանը։ Ավելի ուշ նա առաջադրվել է Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարելով Մայր Հայաստան դաշինքի ցուցակը։ Ազգային ժողովի նույն խմբակցությունից 2023 թվականի նոյեմբերին հեռացել է Արմեն Չարչյանը։ Նա վերադարձել է Իզմիլյան Բուշ կենտրոն գործադիր տնօրենի իր պաշտոնին։ Պրոֆեսոր Չարչյանի հրաժարականից հետո դաշինքի ցուցակից մանդատը չվերցրեց հոգեբան Միհերդադ Մադաթյանը։ Նա մինչ այդ հայտարարում էր, որ վերցնելու է մանդատն ու գնա իշխանափոխության, սակայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին հայտարարեց, դա խանգարելու է իր մասնագիտական գործունեությանը։ Ցուցակից մանդատը չվերցրին նաև Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը։ Ազգային ժողովի պատգամավոր դարձավ ցուցակում նրանց հաջորդող Լևոն Քոչարյանը։ Հայաստան խմբակցությունից հեռացել է նաև Արթուր Ղազինյանը։ Այն ժամանակ նա նշեց. «Պատճառների մասին չի ուզում խոսել, բայց դրանք կրում են բացառապես քաղաքական և մարտավարական բնույթ»։ Արամ Վարդևանյանը հրաժեշտի խոսքում նշել էր, որ փաստաբանական համայնքում շատ անելիք ունի։ Խմբակցությունից մանդատը վայր են դրել նաև Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Դավիթ Սեդրակյանը, որը պատգամավոր եղել է մի քանի ամիս։ Իսկ Պատիվ ունեմ խմբակցությունից հեռացել է Արթուր Վանեցյանը։ Պատճառն ակներև է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար, սակայն այս խորհրդարանը իմ կարծիքով դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։ 6-րդ գումարման ազգային ժողովից 15 պատգամավոր էր հեռացել, 7-րդ գումարումից 19 նախքան պաշտոնավարման ավարտը։
Այժմ 8-րդ գումարման ազգային ժողովում 106 падգամավոր կա, նրանցից 68-ը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից են, 28-ը Հայաստան, իսկ 6-ը պատիվ ունեմ խմբակցություններից, ևս 4-ը ոչ մի խմբակցությունում ընդգրկված չէ։ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ժամանակին քաղաքացիական պայմանագրից էին, Իշխան Զաքարյանը պատիվ ունեմ, իսկ Գեղամ Նազարյանը Հայաստան խմբակցությունից։